Փետրվարի 17-ին Երևանի քաղաքացիական դատարանում երկրորդ դատական նիստներ Մետագոլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրեն Արամ Օսիկյանն ընդդեմ Հայաստանի անտառներ հասարակական կազմակերպության տնօրեն Նազելի Վարդանյանի գործով։ Դատական նիստին հայց որ կողմը չէր ներկայացել, պատճառաբանելով, որ տվյալ պահին վարչական դատարանում մասնակցում է այլ նիստի։ Հայց որ կողմը դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց, սակայն դատարանը համարեց, որ բացակայությունը անհարգելի է եւ հետաձգման միջնորդությունը մերժեց։ Դատական այս նիստին դատարանը ապացուցման բեռի բաշխում կատարեց։ Դատարանում էլ այդ մասին արտահայտեցի, որ այս դատավարական գործընթացը ինքը կլասիկ լավ դատավարական գործընթաց է, հաշվի առնելով, որ այն գործոնները, որոնք որ պիտի որակվեն որպես լավ դատավարական գործընթաց, այսինքն այն անձի դեմ, ով կատարել է հրապարակային որոշակի արտահայտություն, որը չի բխել իր անձնական շահից, ունեցել է հանրային հնչեղության, գերական հանրային շահով պայմանավորված եւ անձին կարծես վախեցնելու ինչ-որ ձև զսպելու մեխանիզմներով, այս հարուցելու միջոցով փորձում են զսպել, որպեսզի վերջինս չարտահայտի այդ մտքերը, հետագայում խուսափի կամ վախենա ինչ-որ ձևով իր մտքերը այդ թվում իրավիճակում բնավախանական պրոցեսի խնդիրներ վերհանելու լուսաբանելուց։ Վեճի առարկան 2025 թվականի հուլիսի 7-ին Եղեգնաձորի մշակույթի պալատում տեղի ունեցած հանրային լսման ժամանակ Նազելի Վարդանյանի հնչեցրած արտահայտություններն են, որոնք Օսիկյանի պնդման պարատավորում են կազմակերպության բարի համբավը եւ հերքումից բացի պահանջում են նաեւ 1 միլիոն դրամի չափով փոխհատուցում։ Իրավապաշտպանները սակայն սահամարում են ազատ խոսքի դեմ ուղղված գործընթաց, որը միջազգային տերմինով որակվում է որպես SLAPP, այն է դատական հայց ընդդեմ հանրային մասնակցության։ Բնապահպանների եւ լրագրողների դեմ ուղղված նման հայցերը Հայաստանում վերջին տարիներին մեծ տարածում են գտել։ Կարծում եմ, որ միայն արդար դատական ակտի պայմաններում մենք կարող ենք ասել, որ իրոք մեր մոտ արդարադատությունը իրականացվել է, իրոք սահմանադրական իրավունքները պաշտպանվում են եւ բնակչության եւ քաղաքասարակության։ Նազելի Վարդանյանի խոսքով շատ երկրներում նման գործերը նույնիսկ վարույթ չեն ընդունվում, հաշվի առնելով դրա հանրային կարևորությունը, հատկապես որ սրանով խախտվում են մի շարք իրավունքներ, խոսքի ազատության, քաղաքացիների իրազեկման, հանրային շահի վերաբերյալ։ Կարծում եմ ժամանակակցի մենք էլ այդ որոշություն ունենանք, մանավանդ որ Եվրոմիության հետ համաձայնագրի, ՍԵՊԱ-ի համաձայնագրով մենք ստանձնել ենք այդ պարտավորությունը, որ մեր օրենսդրությունը համապատասխանեցնենք եվրոպական օրենսդրությանը, իսկ եվրոպական օրենսդրությունը արդեն դա ընդունել է, որ պետք է նման օրենսդրական ակտեր ընդունեն եվրոպական երկրներում։ Դատական հաջորդ նիստը մարտի 26-ին է։ Քաղաքացու ձայնը մայրաքաղաք Երևանից։